Շնորհակալություն, հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իմ գործընկերները մանրամասն ներկայացրեցին բոլորին հնարավոր հանգույցները, միջազգային տրանսպորտային ուղիները, որոնք որ այսօր մեծ տարածաշրջանում գոյություն ունեն, Չինաստանից մինչև Եվրոպա, եւ Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ դրա հնարավոր կառուցվածքը, այսինքն ամբողջ այդ ցանցը քարտեզային տեսքով, դրա հաշվարկներով, մանրամասն, այսինքն այստեղ ոչ մի հեքիաթ, ոչ մի իրականությունից կտրված բան չկա, ընդհանրապես պետք է համապատասխան քաղաքականություն իրականացնել եւ հավասարակշռել բոլոր այն շահերը, որոնք որ մեծ տերությունների կողմից տեղափոխվում են հարավային Կովկաս։ Առաջին ժամանակահատվածը չի, որ աշխարհում միջազգային տրանսպորտային ուղիների համար լինում են բախումներ, պատերազմներ, խոշոր տեղափոխություններ, աշխարհաքաղաքական տարբեր տեսակի զարգացումներ, սկսած միջնադարից մենք բազմաթիվ նմանատիպ պատմական իրադարձություններ գիտենք, այսօր էլ աշխարհը կանգնած է այդ իրավիճակում։ Չինաստանին ամեն գնով պետք է հասնել Եվրոպա, որտեղ արժեքը $700 միլիարդ է Չինաստանի համար տարեկան, այդ շուկայից չի կտրվի։ Միացյալ Նահանգներին ամեն գնով պետք է հասնել Կենտրոնական Ասիա եւ վերահսկողություն սահմանել ինչպես Չինաստանի հետ առևտրին նկատմամբ, այնպես էլ Ռուսաստանին դուրս մղել տարբեր աշխարհաքաղաքական ծրագրերից, այդ թվում էներգետիկ, կոմունիկացիոն, տարբեր տեսակի մալուխային եւ այլն։ Թուրքիային անհրաժեշտ է կապող հանդիսանալ արևմուտքի, այսինքն եվրոպական շուկաների, Կենտրոնական Ասիայի եւ իր դերակատարումն ամրապնդել Փոքր Ասիայում եւ Մերձավոր Արևելքում։ Հնդկաստանին անհրաժեշտ է, որպեսզի հյուսիս-հարավի միջոցով կարողանա դուրս գալ ռուսական եւ արևելաեվրոպական շուկաներ, հակակշռելով այդ ամբողջ տեխնոլոգիական եւ կոմունիկացիոն խնդիրները։ Ռուսաստանին անհրաժեշտ է, որպեսզի հյուսիս-հարավի միջոցով կարողանա կապ հաստատի տաք ջրերի հետ, ինչպես ասում են, եւ դեպի հարավային շուկաներ եւ հարավային ծովային միջանցքներ իր հնարավորությունն են։ Եթե քարտեզին նայում եք, սրանք կենսական շահեր են, այսինքն այնպիսի խնդիրներ են, որոնց համար, մենք այստեղ կարանք նստած ասենք, լավ, ինչի պետք է Ռուսաստանը պատերազմանի այդ ճանապարհի համար կամ ինչի պետք է ամերիկացիները պատերազմանեն, բայց երբ որ տեսնում ենք, թե ինչ սահմանափակումներ են եւ ինչ ճնշումներ են գնում մեկը մյուսի վրա, այո, դառնում է կենսական խնդիր եւ այդ խոշոր պետությունները պատրաստ են նաեւ պատերազմների։ Այնպես ինչպես աշխարհում դա եղել է պատմության ընթացքում ոչ մեկ անգամ։ Կոմունիկացիաները, բաց ճանապարհները դեպի ծով եւ այդ դրանց սահմանափակումները միշտ բերում են բախումների։ Ինչ է կարծում, ինչի հանկարծ հայտնվեց Թրամփի ուղի տրիպ նախագիծը։ Ինչի հյուսիս-հարավը ժամանակ առ ժամանակ այսպես շատ կարևորվում է, հետո նորից որոշակիորեն ստվերվում է։ Ինչի է Չինաստանը իր ինչպես ներկայացրեցին, մեկ գոտի, մեկ ճանապարհը 3 ուղղություններ դրել, որովհետև որևէ մեկից կախվածություն չի ցանկանում ունենալ, նույն կերպ եւ Ռուսաստանն է այդպես մտածում, նույն կերպ Միացյալ Նահանգներն են այդպես մտածում, նույնպես Մեծ Բրիտանիան է այդպես մտածում։ Եվ այստեղ ինչ պետք է անի Հայաստանը։ Մենք ունենք մի իշխանություն, որը բազմաթիվ կորուստներից հետո հիմա էլ որոշել է խաղաղության խաչմերուկ կառուցի այնտեղ, որտեղ որ չգիտեմ, արդեն ցավոք նաև ռազմական, այսպես շատ ավելի լուրջ բախումների հնարավորությունը ստեղծվել է։ Շատ հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շրջանցելու այս առաջիկա բարդ զարգացումները մեր տարածաշրջանում, բայց այնուամենայնիվ աչք փակել եւ մեր շահերը մինչև վերջ բոլոր հնարավոր եղանակներով չհետապնդելը մեր համար շատ մեծ ցավալի հերթական հարվածը կարող է լինել։ Հետևաբար այս ամբողջ կոմունիկացիոն պատկերի մեջ նաև Հայաստանի Հանրապետության ամենամեծ շահը որ լինելու է, դա ոչ թե այն փողերն է, որոնք որ ստանալու են հետևանքային տեսքով, կախված ծավալներից, այլ առաջնահերթին անվտանգությունը։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք ոչ թե խաղաղությունը, այլ անվտանգությունը։
որտեղ խաղաղություն ոչ մեկին չի տալիս, բայց անվտանգության երաշխիքներ մեկը մյուսին միշտ տալիս են, տվել են եւ տալու են։ Հետևաբար Հայաստանի քաղաքականությունը միջազգային տրանսպորտային ուղիների նկատմամբ, այսինքն կոմունիկացիոն միջազգային կոմունիկացիաների կամ ինչպես ասացինք մեգա-ծրագրերի վերաբերյալ Հայաստանի քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ թե խաղաղության շեշտադրումով, այլ անվտանգության եւ համագործակցության շեշտադրումով, այսինքն Հայաստանը ավելի շատ հնարավորություն ունի դառնալու անվտանգության եւ համագործակցության խաչմերուկ, քան այսպես կոչված խաղաղության խաչմերուկ, որ այս պայծրությամբ նորից եմ կրկնում, ցավոք շատ մշուշոտ է, որովհետեւ հենց այն ծրագիրը կամ այն միակողմանի կամ այդ եղած բոլոր հնարավորություններից միայն մեկի վրա շեշտադրումը բերելու է շատ ավելի մեծ բախումների, որովհետև գերտերությունները մեկը մյուսին շատ բաներ չեն ներում կամ տարածաշրջանային պետությունները երբեմն պատրաստ են իրենց շահերի համար մեծ լարվածության կամ բախումնային կամ կոնֆլիկտոգեն իրավիճակներ ստեղծել տարածաշրջանում։ Հետևաբար անվտանգության բաղադրիչը մենք շատ կարևորում ենք, դրա համար հատկապես առաջարկվում է եւ նաեւ բոլոր քաղաքական ուժերի, բոլոր այսպես մտածող մարդկանց ուշադրությունը հրավիրում ենք, որպեսզի Հայաստանը կարողանա լիարժեք միջև վերջ օգտագործել իր կոմունիկացիոն հնարավորությունները, որովհետև աշխարհագրական դիրքը այդպիսինն է, այլապես այդ դերը կստանձնի Ադրբեջանը, այլապես Հայաստանը կդառնա զուտ սպասարկող, թույլ, անվտանգություն չունեցող, խաղաղություն մուրացող իր ամբողջ գոյության ընթացքում, իսկ Ադրբեջանը կդառնա բոլոր պետությունների համար այդ համագործակցության եւ անվտանգության տարածքը։ Մենք այդ հնարավորությունը շատ ավելի ունենք, որովհետև եւ պետություններ կան, որոնք նաեւ քաղաքական իմաստով են ավելի նախընտրում Հայաստանի հետ այդ համագործակցությունը անվտանգությունը կապել, քան Ադրբեջանի հետ։ Ուղղակի պետք է, որպեսզի Հայաստան ունենա այս առումով շատ այսպես նախընձախնդիր ազգային շահերով առաջնորդվող, բացառապես ինքնիշխանության պատկերացումների վրա կառուցված քաղաքականություն ունեցող իշխանություններ։ Հետևաբար բոլոր այն խնդիրները, որ ասեն, դե ինչ անի, հիմա ուրիշ տարբերակ չկա, ստիպված է իշխանությունն այսպես անի կամ ստիպված այնպես անի, չկա նման բան։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ այս հնարավորությունները ձեզ այսօր մենք որոշեցինք նաեւ ներկայացնել փաստացի գետնի վրա, թվերով, կիլոմետրերով, հետևում կանգնած երկրների եւ գործընկեր պետությունների շահերով, Հայաստանի Հանրապետության շահերով հանդերձ։ Հետևաբար անվտանգության եւ համագործակցության խաչմերուկ դառնալու Հայաստանի հնարավորությունները շատ ավելի էական ու շատ ավելի կարևոր են երկարաժամկետի համար, քան այն կիսատ պռատ պատկերացումները, որոնք մեզ ներկայացվում են եւ քարոզչություն է գնում, որպես դա այսպես մի, չգիտեմ, երկնքից ընկած մանանա կամ know-how, ինչպես ասում են, հայտնագործություն։ Մենք մեր հնարավորությունները մեր երկրի շատ ավելին են երկարաժամկետ անվտանգություն ապահովելու առումով։ Դրա համար մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ, Միացյալ Նահանգների հետ, Չինաստանի հետ ունենալ շատ կոնկրետ արտաքին քաղաքական, տնտեսական եւ անվտանգային օրակարգեր։ Դրանք կառուցել համագործակցության սկզբունքով տարածաշրջանում, դրանք կառուցել բաց օրակարգերով, այսինքն Վաշինգտոնում մի բան չասել, Մոսկվայում մի այլ բան, Պեկինում բոլորովին ուրիշ բան։ Բոլոր, այսպես ասած, հնարավոր, որտեղ ինչ-ինչ աշխարհագրությունը չես կարող տեղափոխել։ Եթե այդ շահերը կան եւ այդ շահերն անցնում են Հարավային Կովկասով, ուրեմն պետք է օգտվել դրանից։ Եվ այդ պետություններն էլ են փորձելու այնուամենայնիվ հաշվի առնել նաեւ Հայաստանի Հանրապետության շահերը։ Անվտանգային առումով սա շատ կարևոր է։ Երևի թե այսքանը, պարոն Աշոտյան, շնորհակալ եմ եւ